շատ լավ առավոտ եմ համարում ամանորյա, որովհետև ձյունը իր հետ կարծես բերում եւ վերահաստատում է խաղաղությունը, բայց ուզում եմ նաեւ մեկ-երկու տպավորություն կիսել ձեզ հետ։ Հիմա որտեղից էր փոխվում, հա, հեսա։ Բարելոց ձեզ, ժողովուրդ ջան, կրկին շնորհավորում եմ ամանորը եւ շնորհավորում եմ երեկվա շատ գեղեցիկ երեկոյի եւ նոր տարվա դիմավորման արարողությունների առիթով։ Երեք մեր տվյալներով, մեր ծառայությունների տվյալներով Հանրապետության հրապարակում ժամը 12:00-ի, այսինքն նոր տարվա ամանորի պահին, նոր տարվա գալու պահին 21000 մարդ ա եղել շուրջ Հանրապետության հրապարակում եւ սա իսկապես կարծում եմ շատ հետաքրքիր է, որովհետեւ մենք պահպանելով մեր բոլոր լավ ավանդույթները ամանորի հետ կապված, նաեւ նոր ձևեր եւ կոմպոնենտներով հարստացնում ենք այդ ավանդույթը եւ ըստ էության երեկվա այդքան բազմամարդությունը նոր տարվա գիշերվա Հանրապետության հրապարակում ընկալում ենք նաեւ որպես ուղերձ, որ նման միջոցառումների պահանջարկը Հանրապետության հրապարակում ամանորի գիշերը մեծանում է եւ իհարկե կառավարություն, Երևանի քաղաքապետարան, մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ հետագայում անպայման նման միջոցառումների կազմակերպումը պետք է լինի մեր օրակարգում։ Երեք իսկապես ստացված էր եւ դրոն շոուն էլ շատ տպավորիչ էր։ Ես անձամբ այնտեղ էի եւ հետեւում էի մարդկանց տրամադրությունը շատ լավ էր, շատ բարձր էր, շատ պոզիտիվ էր, բազմաթիվ զբոսաշրջիկներ կային։ Ես ձեզ ուզում եմ անկեղծ էլ ասեմ, որ երբ որ դուրս ենք գալիս Հանրապետության հրապարակ, ես սպասում եմ, որ ավելի շատ օտարերկրացիներ պետք է լինեն, քան հայաստանցիներ, բայց անակնկալ էր ինձ համար հաճելի, իհարկե զբոսաշրջիկների բավական մեծ թվով ներկայությունը նույնպես հաճելի անակնկալ էր, բայց ինձ համար անակնկալ էր, որ բազմաթիվ հայաստանյան ընտանիքներով էին եկել, այսինքն ես մարդկանց հետ շփվեցի, ովքեր տատիկ, պապիկ, հայրիկ, մայրիկ երեխաներով եկել էին Հանրապետության հրապարակ եւ դա շատ